Եվ այսպես Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան պատրաստում են Ադրբեջանը մեծ պատերազմի, հարգելի հեռուստադիտողներ, մեր աչքերի առաջ տեղի ունենում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերի փոփոխությունը։ Այդ ամենի սկիզբը դրվեց 2018 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանին փոխանցվեց իշխանությունը, եւ ամենակարևոր արարը այդ ճանապարհին եղավ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, պատերազմ, որը մենք տարբեր փուլերում կարող էինք կանգնեցնել, պատերազմ, որը մենք կարող էինք ավարտել ոչ այն կորուստներով, որոնք ունեցանք, բայց հավանաբար անհրաժեշտ էր հենց այս տեսակ աշխարհաքաղաքական պատկեր ստանալ, որպեսզի այդ աշխարհաքաղաքական փոփոխությունները ել ավելի արագանային, դրանց կարևոր փուլերից մեկը եղավ 2023 թվականի էթնիկ զտումը Արցախի հանրապետությունում, եւ հիմա մենք ունենք այն իրավիճակը, որը ունենք, որը մեղմ ասած սպառնալիք է ներկայացում Հայաստանի Հանրապետության համար, բայց սրա մասին դեռ առանձին կխոսենք։ Ինչպես նշեցինք, կարևոր արարներից մեկը 2020 թվականի 44-օրյա պատերազմն էր, բայց ոչ պակաս կարևոր արար էր 2025 թվականի օգոստոսի 8-ը։ Հարգելի հեռուստադիտողներ, հերթական անգամ անդրադառնանք այս միջոցառմանը։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը Դոնալդ Տրամփի վկայությամբ մասնակցությամբ մի միջոցառման ներկա գտնվեցին, ստորագրեցին փաստաթղթեր, Ադրբեջանը երկար ժամանակ ուզում էր օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, ինչը իրենք ստացան, Ադրբեջանը շատ երկար ժամանակ ուզում էր նաև Զանգեզուրի միջանցք ստանալ, ինքը դա նույնպես ստացավ, ճիշտ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իշխանությունները փորձում են ներկայացնել, որ դա ընդհանրապես Տրամփի ուղին է, բայց իրականությունը կայանում է նրանում, որ Ադրբեջանը չի համաձայնվելու որևիցե այլ ֆորմատով կոմունիկացիա ստանալ Հայաստանում, քան այն ֆորմատն էր, որը կար Լաչինի միջանցքում 20 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 22 թվականի դեկտեմբերի 12-ը, այսինքն առանց սահմանապահների, առանց մաքսային վերահսկողության, բայց ինչը եւս չափազանց կարևոր էր օգոստոսի 8-ին տեղի ունեցած այդ միջոցառման ժամանակ ամերիկացիները չեղարկեցին ազատության ակտի 907-րդ ուղումը, որը դեռ առաջին Արցախյան պատերազմից թույլ չէր տալիս ամերիկացիներին ուղիղ զենքի զինամթերքի մատակարարումներ իրականացնել Ադրբեջանին, վաճառել զենք զինամթերք Ադրբեջանին, բայց օգոստոսի 8-ին Իլհամ Ալիևը ստացավ այն, որ այդ ուղումը չեղարկեցին, դա իր հերթին նշանակում է հետևյալը, որ Ադրբեջանը շարունակելու է ավելացնել իր ռազմական ներուժ, իր ռազմական պոտենցիալը, բացի Հայաստանից, այս ամենը իհարկե պետք է անհանգստացնել թե պաշտոնական Թեհրանին, թե պաշտոնական Մոսկվային, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանի զինումը ինքնանպատակ չէ, ավելին, եթե մենք այս ամենին գումանենք նաև այն, թե ինչ սերտ փոխհարաբերություններ կան Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես է Ադրբեջանը փորձում ինտեգրվել ՆԱՏՕ-ի կառույցներում, բոլորիս համար էլ ակնհայտ կդառնա, որ Ադրբեջանը կրկին ասենք ինքնանպատակներից ելնելով չէ սպառազինվում, պատրաստվում է, նախապատրաստվում է շատ մեծ տարածաշրջանային բախում, շատ մեծ տարածաշրջանային պատերազմ, ուղղակի այստեղ կա եւս մի կարևոր հանգամանք եւ Ալիևը այստեղ իսկապես կարողանում է որոշակի առումով մանևրել, նա շատ լավ կարողանում է վաճառել քաղաքակիրթ արևմուտքին հակառուսականությունը, հակաիրանականությունը, բայց զարգացնելով իր բանակը, վերազինելով իր բանակը, ստանալով նորագույն զինատեսակներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, կա շատ մեծ հավանականություն, որ առաջին հարվածը Ադրբեջանը կհասցնի իր հարևանությամբ գտնվող ամենաթույլ ուղղակին, որը այս պահի դրությամբ դա Հայաստանի Հանրապետությունն է, իսկ որպես պատճառ կարող է օգտագործել այն ամենը, ինչը ստացավ օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթղթերի շրջանակներում, սրա մենք ապագայում կհասցնենք ավելի մանրամասն անդրադառնալ, բայց տեսեք, քիչ էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստացել է պաշտոնապես փաստորեն հնարավորություն զենք զինամթերք մատակարարել Ադրբեջանին, հոկտեմբերի 14-ին լուր ստացվեց այն մասին, որ Մեծ Բրիտանիայում եւս որոշում է կայացվել չեղարկել զենքի եւ զինամթերքի մատակարարման էմբարգոն, որը գործում էր դեռևս 1992 թվականից սկսած, այսինքն առաջին Արցախյան պատերազմից սկսած, բրիտանացիները որոշել են, որ իրենք այլևս կարող են զենք զինամթերք վաճառել Հայաստանին, Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը հաշվում է, չէ՞, չգիտեմ, խաղաղությունը քանի օրեկան է, քանի ամսեկան է, հավանաբար բրիտանացիներն էլ կարծում են արդեն, չգիտեմ, ատամնահատիկ մեր խաղաղության եղել է, դրա համար իրենք արդեն կարող են զենք զինամթերք վաճառել Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչն է նաեւ այստեղ կարևորը, տեսեք,
բրիտանացիները իրենց հիմնավորման մեջ նշում են հետևյալ, որ բացի որ եկել է խաղաղություն տարածաշրջան, այլև պետությունները ունեն կարիք, ունեն նպատակ պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանություն եւ պատերազմել հիբրիդային սպառնալիքների դեմ, պատրաստ լինել դիմակայել հիբրիդային սպառնալիքներին։ Սովորաբար վերջին շրջանում, երբ որ քաղաքակիրթ արևմուտքից հնչում է գնահատականը հիբրիդային վտանգների մասին, հիբրիդային սպառնալիքների մասին, խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնության մասին, խոսքը գնում է Իրանի Հանրապետության մասին, այսինքն այն երկրների, որոնք այսպես կոչված քաղաքակիրթ արևմուտքի ընկալումներով կարող են վտանգ ներկայացնել ներկայիս աշխարհակարգին։ Այդ իսկ պատճառով բրիտանացիները պատրաստ են զենք զինամթերք մատակարարել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն էլ ապագայում թնդանոթի մսի մատակարար լինի Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմական գործողություններում, բայց եթե դուք հետևել եք Դուշանբեում տեղի ունեցած Պուտինի եւ Իլհամ Ալիևի միջև հանդիպմանը, դուք նկատած կլինեք, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը փորձում մանևրել։ Մի քանի անգամ շնորհավորեց Պուտինին իր ծննդյան կապակցությամբ, մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց հանդիպման համար Պուտինի հետ, իսկ երեք եւ այսօր Ադրբեջանում բավականին կարևոր միջոցառում տեղի ունեցավ։ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաները քննարկում են հյուսիս-հարավ նախագծի իրականացման հարցերը, այլ կերպ ասած, Ադրբեջանը փորձելու է հնարավորինս երկար ձգել եւ հնարավորինս հետաձգել ռազմական բախումը Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ, բայց ամեն դեպքում ոչ Բրիտանիան, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն հրաժարվելու իրենց նպատակներից, իսկ հատկապես Բրիտանիայի մասով, երբ որ մենք խոսում ենք, մենք պետք է հասկանանք հետևյալը, որ զենքի մատակարարման էմբարգոն հանելը շահկապված է օրինակ կոռուպցիոն որոշակի ռիսկերի հետ, շատ մեծ փողերի հետ է կապված։ Շատ հստակ օրինակով եկեք խոսենք, հարգելի հեռուստադիտողներ, հիշում եք, չէ՞, Մեծ Բրիտանիայում մի այսպիսի վարչապետ կար, Բորիս Ջոնսոն։ 2022 թվականին, երբ որ սկսվեց ուկրաինական պատերազմը, Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետն էր եւ ընդամենը օրերս բրիտանական The Telegraph-ը բավականին հետաքրքիր տեղեկատվություն է հրապարակել, հղում անելով արտահոսած փաստաթղթերին, որ Բորիս Ջոնսոնը կարող էր 1 միլիոն ֆունտ աջակցություն ստանալ մի ընկերությունից բրիտանական, որը զենքի եւ զինամթերքի վաճառքով է զբաղվում, ավելի կոնկրետ դրոնների, անօդաչու թռչող սարքերի վաճառքով է զբաղված։ Հասկանանք, հա, տեսեք, Բորիս Ջոնսոնը ուկրաինական պատերազմի ամենակարևորագույն լոբիստներից մեկն է։ Դա մի մարդ է, ով 2022 թվականի գարնանը հայտնվում է Կիևում եւ երբ որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների միջև արդեն կար պայմանավորվածություն, որ ապրիլի 9-ին Ստամբուլում պետք է տեղի ունենա հանդիպումը Պուտինի եւ Զելենսկու միջև եւ իրենք պետք է ավարտին հասցնեին պատերազմը համապատասխան փաստաթղթեր ստորագրելով, Բորիս Ջոնսոնը եկավ Ուկրաինա, եկավ Ուկրաինայի մայրաքաղաք եւ հայտարարեց, որ պետք է շարունակել պատերազմել, հավանաբար շարունակել պատերազմել մինչեւ վերջին ուկրաինացիներին, այն բոլոր զոհերը, որոնք երկու կողմերից էլ գրանցվել են, տարբեր տեղեկություններ կան ընդհանուր մինչեւ այն, որ 1 միլիոնից ավելի արդեն զոհեր են տվել երկու կողմերը, այդ ամենը փաստորեն արժեր ընդամենը 1 միլիոն ֆունտ, որը ստացավ Բորիս Ջոնսոնը համապատասխան կազմակերպության կողմից, որը դրոնների մատակարարումով է զբաղվում Ուկրաինա, ինչը վերաբերում է մեզ եւ Ադրբեջանին, կրկին ասենք, պատերազմը, զենքի մատակարարումը, դա նաեւ շատ մեծ փող եւ բրիտանացիները ակնհայտորեն հասկանալով, որ պատերազմը գնում է դեպի, որ տարածաշրջանը գնում է դեպի մեծ խոշոր պատերազմի, իրենք փորձելու են այստեղ յուրացնել թե ադրբեջանական շուկան, թե հայկական զենքի շուկան, փորձելու են բարիկադների երկու կողմերից էլ գումարներ վաստակել, ուստի զարմանալի չի լինի, որ մոտ ապագայում Բորիս Ջոնսոնը այցելի թե Երևան եւ թե Բաքու, մտածեք այդ մասին։